Եթե անդրադառնանք տիրադավ մականուն ստացած այս հոգևորականների եւ նրանց միացած 2 տասնյակ քահանաներին, ձեր նախ ինչպես կմեկնաբանեք նրանց այդ քայլը եւ ինչու են ձեր հոգևոր ընկերները Փառք Աստծո, այս իրավիճակում մենք Մասյացոտնի թեմում ունենք նոր առաջնորդական տեղապահ, մեր լավագույն վարդապետներից մեր եկեղեցու Ռուբեն վարդապետ Զարգարյանը այսօր երեկ նշանակվել էր Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ եւ դա ժողովրդին շատ ուրախացրեց, բայց տեսանք ինչպես իշխանությունները վարչական ռեսուրսի կոպիտ չարաշահմամբ եւ ոստիկանական ուժերի անօրեն գործնեության արդյունքում նորանշանակ թեմակալ առաջնորդի մուտքը փորձում էին խոչընդոտել առաջնորդանիստ եկեղեցի եւ առաջնորդարան։ Եվ այս իրավիճակում տեսնում ենք, որ կան որոշ հոգևորականներ, որոնք միացել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին եւ բնականաբար իրենք միացել են ոչ կամավոր կերպով, իրենք միացել են Նիկոլ Փաշինյանին շանտաժի, կարելի ասել իրենց դեմ ունեցած կոմպրոմատների վախից եւ տեսնում ենք, որ այդ տիրադավ եպիսկոպոսների կողմից, որոնցից նաեւ Գևորգ Սարոյանն էր, իր թեմի քահանաների վրա բռնաճնշումներ էր իրականացվում եւ Մայրաթորը փորձեց քահանաներին պաշտպանել այդ բռնաճնշումներից նաեւ այդ նշանակումով։ Բայց Գևորգ Սրբազանն է ինքը նշում, որ վեհափառի կողմից են ճնշումները, այսպես նաև սկսեց մեղադրել վեհափառի, որ Արշակ Սրբազանի վերաբերյալ տեսանյութերը վեհափառի հրամանով են դաշտել։ Զարմանալի չի, ես նախկինում էլ այդպես միջադեպեր տարբեր հանդիպել եմ, օրինակ Ստեփան Ասատրյանը, որ Բյուրականի եկեղեցու Բաքում առանց ՀԴՄ-ի կոշիկ էր վաճառում, նախկին կարգալույց քահանաներից մեկը այդ մասին լրագրողը իրեն հարց է տալիս, ասում է ճիշտ է, որ Բյուրականի եկեղեցու Բաքում կոշիկ եք վաճառել, ինքը սկսում է սարուձոր ընկնել հարցին ուղիղ պատասխանելու փոխարեն։ Գևորգ Սրբազանը լուրջ կոմպլեքսներ ունի, լուրջ խնդիրներ ունի եւ միշտ ինքը վատ է տրամադրված եղել Արշակ Սրբազանի նկատմամբ, ոմանց կարծիքով իր կարճահասակ լինելու պատճառով ինքը միշտ կոմպլեքսավորված է եղել եւ իր մոտ արդեն Նիկոլ Փաշինյանին միանալուց հետո սուտ խոսելը բնական է, Նիկոլ Փաշինյանի շրջանակում եղող մարդկանց բնորոշ երևույթ է սուտ խոսելը, որից մենք չենք զարմանում, ես կզարմանայի մինչեւ տիրադավ դառնալը եւ Նիկոլ Փաշինյանին միանալը ինքը ստեր, բայց Նիկոլ Փաշինյանին միանալուց հետո իր սուտ խոսելը կարծես թե բնական վիճակ է իր համար։ Մեկ այլ աղմկահարույց հայտարարություն է արել Տեր Հաջան, ասել է, որ վեհափառ հայրապետն է շրջանառել տեսանյութերը։ Այդ մասին էի ասում, ինքը Նիկոլ Փաշինյանին միանալուց հետո սուտ խոսելու խնդիր չունի։ Եթե ինքը մինչև Նիկոլ Փաշինյանին միանալ այդպիսի բան ասեր, ես կզարմանայի, որտեղ կարծում եմ ինքը նախկինում այդպես սուտ խոսելու հակվածություն չի ունեցել, բայց հիմա իր մոտ շատ բնական դրսևորում է։ Այդ տարբեր տեղեկություններ կան, որ օրինակ վթարից հետո հենց վեհափառի անմիջական այսպես օժանդակությամբ է ինքը ոտքի կանգնել։ Այսպես ասեմ, Մասյացոտնի նույնիսկ թեմը վեհափառ հայրապետի կողմից։ Ինքը վեհափառ հայրապետի ժամանակ է եպիսկոպոս ձեռնադրվել։ Իր կյանքի, ասենք, ձեռքբերումների մեծագույն մասը պարտական է վեհափառ հայրապետին։ Ես զարմանում եմ իրենց նաև երախտամոռությունից, այդ տիրադավ կոչվածների երախտամոռությունից եւ նաև միաժամանակ հիանում եմ վեհափառ հայրապետի մեծահոգության, համբերատարության, որ նայեք ինչքան երկար ժամանակ վեհափառ հայրապետը համբերատար կերպով սպասում է, որպեսզի իրենք օրինական կանոնական դաշտ վերադառնան։ Եվ փառք Աստծո տեսնում ենք, որ Մասյացոտնի թեմի քահանաների հիմնական մասը իրենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնի, վեհափառ հայրապետի եւ իրենց հավատքի մեջ իրենց ուխտին հավատարիմ են եւ փառք Աստծո տեսանք նաեւ նորանշանակ առաջնորդը ինչպես առաջի թեմական ժողովը կատարեց եւ ոստիկանական ուժերի տարբեր ներկայացուցիչների կողմից իրենց վախի մթնոլորտ ստեղծելու այս գործիքակազմը չանցավ եւ փառք Տիրոջ թեմը Տիրախնամ թեմը Մասյացոտնի շարունակում է իր գործնեությունը Աստծո ողորմածությամբ եւ վստահ ենք առաջիկայում նաեւ եւ մնացած խնդիրներն էլ կպարզվեն եւ չի կարող
թեմի առաջնորդանը ոստիկանական ուժերի հենակետ եւ ԿՊ-ի հավաքատեղի դառնալ։ Ինքը պիտի շարունակի գործել որպես հայ-առաքելական սուրբ եկեղեցու Մասյացոտի թեմի առաջնորդարան։ Լինի այն ինչ որ եղավ Հովանավակի դեպքում, այսինքն Ստեփան Ասատրյանը շարունակում է ցիսախոդարից։ Ժամանակավոր է Ստեփան Ասատրյանը պարտավոր է լքել Հովանավանքը, որտեղ ինքը այլևս հոգևորական չէ, աշխարհիկ անձ է, ավելացնեմ բացի աշխարհիկից ստախոս անձնավորություն է, ես ինքս էլ ականատես եմ եղել ինչպես է ինքը ստում, նաև զրպարտիչ է քահանաների մասին զրպարտանքի պատճառով թեմի քահանաների տներում խուզարկություն են կատարվել եւ նաև ապօրենի կերպով թեմակալ առաջնորդը այսօր կալանքում է գտնվում։ Մամուլում 5 միլիոնի մասին տեղեկություններ չդրան։ Ես լսել եմ, որ 30 արծաթին համարժեք դրամ են իրենց տվել սիմվոլիկ կերպով որպես իրենց վարձատրություն։ 30 արծաթին համարժեք դրամի մասն է խոսքը, չգիտեմ ինչ հաշվարկով կամ ինչ արծաթի հարկով են հաշվարկը արել, բայց իրենք 30 արծաթի են ընդամենը արժանացել, ինչպես իրենց հենց այսպես ասեմ հոգևոր հայրը Հուդան։